Ինչպիսի տրամաբանություն է գործում գլխացավերի ախտորոշման եւ բուժման ժամանակ։ Այսօրվա տեսանյութը օգտակար կլինի թե բուժառուներին, թե ներկա եւ ապագա բժիշկներին։ Հաճախ ցանկություն է առաջանում բժշկի դիմելուց առաջ կամ բժշկի դիմելու փոխարեն գնալ եւ ինքնուրույն անցնել համապատասխան ճիշտ հետազոտությունը եւ միայն դրանից հետո նոր արդյունքները տեսնելուց հետո դիմել բժշկի։ Այսպիսի իրավիճակ հաճախ է լինում նյարդաբանության մեջ եւ այսօր խոսելու ենք հենց դրա մասին։ Դուք դոկտոր Սրում YouTube-յան ալիքում եք, սա նևրոլոգիկա հաղորդաշարն է։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, մեր այս եւ մյուս նախագծերի հետագա թողարկումները բաց չթողնելու համար։ Ես բժիշկ նյարդաբան Դավիթ Ալոյանն եմ եւ իմ մասնագիտական գործունեության ընթացքում հաճախ եմ բախվում այս խնդրին, երբ մարդիկ ցանկանալով հնարավորինս շուտ եւ հնարավորինս շատ ստանալ ինֆորմացիա, դիմում են ախտորոշիչ տարբեր մեթոդների նախքան բժշկին այցելելը։ Եկեք հասկանանք, թե որն է ախտորոշիչ մեթոդների դերը նյարդաբանական խնդիրների բուժման եւ ախտորոշման տրամաբանության մեջ։ Նյարդաբանության մեջ, ինչպես եւ բժշկության տարբեր ճյուղերում, մենք գործ ենք ունենում լաբորատոր տարբեր հետազոտությունների, այսպես կոչված անալիզների հետ։ Տվյալ պարագայում, ինչպես եւ ցանկացած այլ խնդրի դեպքում, ես հորդորում եմ բոլոր բուժառուներին ինքնուրույն չանցնել այդ հետազոտությունները, քանի որ հաճախ հետազոտությունների ամբողջ ծավալը անհրաժեշտ չի լինում, կան տրամաբանված քայլեր, հաջորդականություն, որից հետո մի հետազոտությունը անցնելով մենք կարող ենք որոշել, թե երկու այլ հետազոտություններից որն է անհրաժեշտ է արդյոք թե ոչ։ Գործիքային հետազոտություններից նյարդաբանության մեջ ամենահաճախը կիրառվում են 5-ից 6-ը։ Նյարդաբանության մեջ ամենակարևոր երկու գործիքային հետազոտությունները ՄՌՇ կամ ՄՌՏ, մագնիսոռեզոնանսային շերտագրություն կամ տոմոգրաֆիա, այդ հետազոտությունն է, եւ երկրորդը NMG, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա կոչվող հետազոտությունն է։ Ինչի մասին են այս հետազոտությունները։ MRT-ն հնարավորություն է տալիս գնահատել կենտրոնական նյարդային համակարգի վիճակը, այսինքն գլխուղեղի եւ ողնուղեղի անատոմիական պատկերը, որ ասած գլուխը նկարելը կամ մեջքը նկարելը, դա MRT հետազոտությունը անցնելն է։ Կա նաեւ իհարկե ԿԱՏ հետազոտությունը եւ այստեղ է տեղի ունենում բուժառուներից շատերի ամենատարածված սխալը։ Հաճախ գլուխ նկարելու կամ ողնաշար նկարելու ցանկություն ունենալով մարդիկ շտապում են եւ անցնում են ԿԱՏ հետազոտություն, քանի որ այն անցնում է արագ, տևում է 1-ից 2 րոպե, քանի որ ոչ բոլոր քաղաքները, հիվանդանոցները եւ բուժկենտրոններն են հագեցած MRT սարքերով, իսկ ԿԱՏ-ն ավելի հեշտ հասանելի է եւ մարդկանց թվում է, թե գլխի ԿԱՏ ունենալով նրանք կունենան բոլոր հարցերի պատասխանները։ Իրականում ԿԱՏ-ն շատ քիչ ինֆորմացիա է տալիս բուն նյարդային համակարգի հետ կապված։ Այո, այն ցույց է տալիս գլխի անատոմիան, ցույց է տալիս գանգի ոսկրերը, ցույց է տալիս արդյոք կան կոպիտ փոփոխություններ, ուռուցք, կաթված, ինսուլտ, ավելորդ արյուն գլխուղեղում թե ոչ։ Սակայն եթե դուք նպատակ ունեք լիարժեք պատկերացում կազմել ձեր գլխի անատոմիայի մասին հենց նյարդային համակարգի տեսանկյունից, ապա անփոխարինելի է MRT հետազոտությունը։ Երկրորդ կարևոր հետազոտությունը նյարդաբանության մեջ էլեկտրոնեյրոմիոգրաֆիան է, NMG։ Այն գնահատում է ձեռքերի, ոտքերի, ընդհանրապես պերիֆերիկ ծայրամասային նյարդային համակարգի նյարդերի վիճակը։ Սա անատոմիական հետազոտություն չէ, քանի որ մենք չենք տեսնում նյարդերի անատոմիան, մենք տեսնում ենք նյարդերի զգայունությունը, մենք տեսնում ենք, թե ինչպես է նյարդը արձագանքում ազդակին եւ առաջացնում համապատասխան շարժում, այսինքն սա ֆունկցիոնալ հետազոտություն է։ Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան ցուցված է բազմաթիվ դեպքերում եւ էլեկտրոնեյրոմիոգրաֆիան հաճախ հնարավորություն է տալիս որոշել, թե օրինակ կա արդյոք անհրաժեշտություն անցնել MRT հետազոտություն։ Հենց սա է քայլերի որոշակի հաջորդականությունը եւ որոշակի նրբությունները, որի համար որ ես կոչ եմ անում բուժառուներին չանցնել ինքնուրույն ավելորդ հետազոտություններ, այլ դիմել ճիշտ ու գրագետ մասնագետի, որպեսզի հաջորդականությունը հետազոտությունների պահպանվի եւ ընտրվեն ձեզ համար ձեր դեպքին համապատասխան ամենաինֆորմատիվ, ամենատեղեկատվական մեթոդները։ Մյուս կարևոր հետազոտությունը նյարդաբանության մեջ EEG-ն է, էլեկտրոէնցեֆալոգրաֆիան, որը որ ստուգում է գլխուղեղի էլեկտրական ակտիվությունը։ Գլխուղեղում տեղի են ունենում բազմաթիվ պրոցեսներ, նյութափոխանակություն, ազդակների հաղորդումը ամբողջ գլխուղեղով եւ EEG-ն հնարավորություն է տալիս պատկերացում կազմել ուղեղի աշխատանքի մասին եւ հատկապես այն ցուցված է այն դեպքերում, երբ կա էպիլեպսիայի կասկած։ Էպիլեպսիայի մասին ունենալու ենք առանձին շատ մեծ լայնածավալ թողարկում։
Սակայն նույն EEG-ն ունի բազմաթիվ ռեժիմներ՝ կեսժամյա EEG, 1 ժամյա EEG, 24 ժամյա EEG մոնիթորինգ։ EEG-ի ընթացքում կարող են արվել տարբեր փորձեր եւ եւս ինքնուրույն գնալ եւ էպիլեպսիայի դեպքում միանգամից անցնել EEG, տեղին չէ, ճիշտ չէ, պետք է նախ եւ առաջ բուժող բժշկի հետ քննարկել, թե որ տեսակի հետազոտությունն է ձեզ անհրաժեշտ։ Ռենտգեն հետազոտությունը նյարդաբանությունում հազվադեպ է կիրառվում, սակայն կան դեպքեր, երբ այնպիսի բնակավայրեր են, որտեղ որ կատեն, MRT-ն եւ մյուս տեսակի հետազոտությունները հասանելի չեն, իսկ մարդու մոտ օրինակ կան ողնաշարի գոտկային հատվածի ցավեր, այս դեպքում ռենտգեն հետազոտությունը իհարկե հնարավորություն է տալիս առաջնային պատկերացում կազմելու, թե ինչ տեսակ խնդիրների հետ կարող ենք գործ ունենալ։ Եվս մի կարևոր բան հետազոտությունների հետ կապված։ Միշտ չէ, որ մեկ հետազոտությունը անհրաժեշտ է հստակ ձեր խնդրի համար։ Երբեմն կարիք է լինում, օրինակ MRT անելով հանդերձ, անցկացնել նաև ռենտգեն հետազոտություն։ Որ դեպքերում է սա արվում։ Սա արվում է այն դեպքերում, երբ բժիշկը անց է կացնում տարբերակիչ ախտորոշում։ Այսպիսի մի օրինակ՝ կա գոտկատեղում ցավ եւ միաժամանակ աջ ոտքում ցավի ճառագայթման զգացողություն։ Առաջին միտքը իհարկե MRT հետազոտությունն անցնելն է, քանի որ կասկածում ենք, որ գոտկային հատվածից նստային նյարդը գրգռված է եւ առաջանում է համապատասխան խնդիրը։ Սակայն MRT հետազոտությունը անցկացնելուց հետո տեսնում ենք, որ նստանյարդի հպման, սեղմման ոչ մի նշան չկա եւ սկսում ենք մտածել այն ուղղությամբ, որ ցավը կարող է ունենալ այլ աղբյուր։ Հարց ու փորձ անելով, նախկին տվյալները համադրելով, պատկերացում ենք կազմում, որ տվյալ մարդու մոտ կարող է լինել նույն աջ ոտքում կոնքազդրային հոդում խնդիր, եւ այս դեպքում հասարակ ռենտգեն հետազոտությունը կարող է մեզ օգնել կոնքազդրային հոդի խնդիրը հայտնաբերելու համար։ Սա կազմում է տարբերակիչ ախտորոշման մաս եւ օրինակ է, թե ինչպես համադրելով տարբեր ախտորոշիչ մեթոդներ մենք կարող ենք կառուցել ախտորոշում եւ անել համապատասխան ճիշտ ուղղորդումներ տվյալ բուժառուի համար։ ԿԱՏ հետազոտությունը ոչ պակաս կարևոր է նյարդաբանության մեջ, սակայն արդեն նշեցինք MRT-ից նրա հիմնական տարբերությունները, բայց ԿԱՏ-ն արագ արվող հետազոտություն է եւ անփոխարինելի է, երբ օրինակ պետք է ժխտել որոշակի տեսակի կաթվածների առկայությունը կամ հաստատել դրանց բացակայությունը։ Այս հոլովակի նպատակը ձեզ ախտորոշիչ մեթոդների տրամաբանությանը ծանոթացնելն էր, ձեր իրազեկվածության բարձրացումն էր, պատկերացման ձևավորումը, որ կարող են միաժամանակ մի քանի հետազոտություններ իրականացվել, ինչպես նաև որ կա հետազոտությունների ընտրման համապատասխան հաջորդականություն եւ կոչս միշտ նույնն է։ Մի գնացեք ինքնաբուժման եւ ինքնաախտորոշման ճանապարհով, այլ դիմեք բժշկի, ով կկազմակերպի ձեր հետազոտման ճիշտ պլանը եւ ախտորոշում ունենալուց հետո նաև բուժումը։ Քանի որ այսպես թե այնպես, եթե անգամ դուք ճիշտ ձևով ինքնուրույն հետազոտվեք, միևնույնն է ձեր հետազոտության պատասխաններով փնտրելու եք այնպիսի մասնագետի, ով կկարողանա ձեր առողջական խնդրին լուծում տալ։ Իսկ լուծում տալուց առաջ պետք չէ, որ ձեր առողջական խնդիրը բարդացնեք ավելորդ ու սխալ հետազոտություններ անցնելով։ Եղեք առողջ եւ տեղեկացված, մի մոռացեք բաժանորդագրվել Դոկտոր Սում YouTube-յան ալիքին, նևրոլոգիկայի եւ մեր մյուս նախագծերի հետագա թողարկումները բաց չթողնելու համար։ Ձեզ հետ բժիշկ Ալոյանն էր, կհանդիպենք։